Շնորհակալություն, ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ինչպես պարոն Թունյանը նշեց, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթ, նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի վերանայումն է պարզեցման եւ դրա օգտագործման հարմարավետության բարձրացման ակնկալիքով։ Կառավարությունը համագործակցել է օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ եւ բնականաբար ողջունում է այս նախաձեռնությունը եւ զուգահեռաբար նշված նպատակներին ավելի արագ եւ ամբողջական հասնելու ակնկալիքով ներկայացրել է մի շարք առաջարկություններ, դրանցից երկուսի մասին պարոն Թունյանը առիթ ունեցավ խոսելու, մեկն այն մասին էր, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները այլևս, եթե խոսքը նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտների մասին է, չլինեն հայտարարագրման ենթակա, այստեղ ձեր թույլտվությամբ մի հստակեցում կցանկանայի կատարել, որ խոսքը ոչ միայն դրամական փոխանցումների մասին է լինելու ըստ կառավարության առաջարկության, իհարկե, եթե այդ առաջարկությունը կընդունվի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ նախագծերը համապատասխանաբար կլրամշակվեն, բոլոր տեսակի փոխանցումները, որոնք կլինեն նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտներ, լինեն դրանք դրամական տեսքով, թե ոչ դրամական, օրինակ բնամթերային տեսքով, հայտարարագրման ենթակա չեն լինի։ Մյուս առաջարկության մասին էլ պարոն Թունյանը խոսեց, առաջարկությունն այն մասին էր, որ ֆիզիկական անձանց վերաբերող բանկային, առհասարակ բանկային ֆինանսական տեղեկատվությունը հարկային մարմինը կարող է անձնավորված տեսքով ստանալ, սա շատ կարևոր է, անձնավորված, որովհետև խմբավորված այսօր էլ բանկերը տեղեկություն տալիս են, որ այս կամ այն իրենց գործընկերոջը վճարել են որևէ տեսակի պասիվ եկամուտ, բայց անձնավորված կարող է ստանալ միայն ֆիզիկական անձի համաձայնության դեպքում մեկ եւ երկրորդ այդ տեղեկությունները կարող է օգտագործել բացառապես հայտարարագրման նպատակով եւ պետք է պաշտպանվեն օրենքով սահմանված կարգով։ Կառավարության առաջարկները շարունակելով ներկայացնել, ցանկանայի մի կարևոր դրվագի անդրադառնալ, եթե հիշում եք, տարեսկզբի փոփոխություններով մի կանոն ամրագրվեց այն մասին, որ եթե հայտարարատուն դեռևս չունի նույնականացման քարտ, բայց դիմել է ներքին գործերի նախարարության անձնագրերի եւ վիզաների վարչություն նույնականացման քարտ ստանալու համար հայտարարագրման վերջնաժամկետը նրա համար ոչ թե նոյեմբերի 1-ն է, այլ իր համար նույնականացման քարտը տպագրելու օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 25-ը։ Մենք այստեղ իհարկե այս ընթացքը ներքին գործերի նախարարությունն օգտագործել է եւ տասնյակ հազարավոր մարդկանց դիմումներին ընթացք է տրվել, տպագրվել եւ տրամադրվել են նույնականացման քարտեր, բայց այդուհանդերձ դեռևս չի սպառվել այն անձանց շրջանակը, որոնք դիմել են եւ դեռևս չունեն նույնականացման քարտեր, եւ այս տրամաբանությամբ նշված կարգավորումը մի փոքր է պարզեցվում, այն իմաստով, որ դիմել ասելով օրենքի կիրառության նպատակով հասկանանք հերթագրման համակարգում հերթագրումը ինքնին, որովհետև սա դիմումի ներկայացմանը նախորդող գործողություն է եւ բոլոր այն մեր քաղաքացիները, ովքեր հերթերի կառավարման համակարգում ներկայացրել են այդ իրենց հայտը, կհամարվի, որ իրենք կարող են օգտվել այդ վերջնաժամկետը հետաձգելու հնարավորությունից։ Մեկ այլ փոփոխություն, որը գուցե տեխնիկական բնույթի է, բայց արժե գոնե մի դրվագում հայտարարել այդ մասին, այն է, որ պետական եկամուտների կոմիտեն, որպեսզի հայտարարատու ֆիզիկական անձանց համար կարողանա նախալրացնել եւ այնուհետ վերջնաժամկետում ընդունել հայտարարագրերը, պետք է այդ ֆիզիկական անձանց շնորհի հարկ վճարողի հաշվառման համարներ։ Այսինքն նույնականացման նիշեր, որոնցով առանձին ֆիզիկական անձին քաղաքացիները կիդենտիֆիկացվեն հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգում, ահա այս նպատակով համապատասխան իրավական հիմքն է ստեղծվում։ Եվ երրորդ փոփոխությունը, որը կցանկանայի այստեղ հիշատակել, այն մասին է, որ որպեսզի պետական եկամուտների կոմիտեն ավելի ամբողջական եւ ավելի արժանահավատ տեղեկատվությամբ կարողանա նախալրացնել մեր հայտարարատուների համար
հայտարարագրերը, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց շրջանակը, որոնք պետական եկամուտների կոմիտեին կտրամադրեն հայտարարագրման համար անհրաժեշտ տեղեկատվություն։ Առնվազն երկու ուղղություն կարելի է հիշատակել, մեկը բնակչության պետական ռեգիստրի մասին է, այսինքն որպեսզի իմանանք, որ այդ անձանց խումբը օրինակ ընտանիք է կազմում եւ այլն, եւ ըստ այդմ հնարավորություն տրվի օրինակ փոխանցումները հարկման ոչ ենթակա չհայտարարել, պետական եկամուտների կոմիտեն պետք է իմանա, որ դիցուք այդ անձանց խումբը ընտանիք է եւ որտեղից պետք է իմանա, տվյալ դեպքում բնակչության պետական ռեգիստրից։ Հաջորդ փոփոխությունն այն մասին է, որ սահմանահատման ծառայությունը պետք է տեղեկություններ հաղորդի պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի վերջինս իմանա արդյոք այս կամ այն քաղաքացին նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է հարկման իմաստով, թե ոչ, որովհետև հիշում եք, որ հայտարարատու են ոչ թե բոլոր քաղաքացիները, այլ այն քաղաքացիները, որոնք միաժամանակ համարվում են հարկային ռեզիդենտներ։ Վերջում կցանկանայի ներկայացնել վիճակագրությունը այսօրվա դրությամբ, իհարկե պարոն Թունյանը սրան էլ անդրադառնալու առիթ ունեցավ, շուրջ 140,000 մեր քաղաքացիներ արդեն իսկ ներկայացրել են իրենց եկամուտների հայտարարագրերը, ինչի համար շուրջ 140,000, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում կարգապահության դրսևորման համար, այսինքն իրենք չեն էլ սպասել հետագա պարզեցումների, հետագա բարելավումների եւ իրենց քաղաքացիական եւ որպես հարկ վճարողի պարտականությունները կատարել են, ինչն է այստեղ նաեւ կարեւոր, որ շուրջ 54,000 հայտարարատուներ ստացել են կրթության եւ առողջապահության գծով սոցիալական ծախսեր հանրագումարով շուրջ 4.5 միլիարդ դրամ, միջին ծավալը սոցիալական ծախսի մի փոքր ավելին է 80,000 դրամից, շուրջ 81,000 դրամ մեր քաղաքացիները փաստաթղթավորել եւ հետ են ստացել։ Թերևս այստեղ կանգ կառնեմ ժամանակը արդյունավետ ծախսելու համար, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։